Զինված ուժերում վերջին 10 օրվա ընթացքում գրանցվել է մահվան 3-րդ դեպքը։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ օգոստոսի 23-ին զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցանքը կատարած անձը սպանության հոդվածով ձերբակալվել է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների ողբերգությունը տեղի է ունեցել վիճաբանության պատճառով։ Ժամկետային զինծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է ծառայեկցին։ Մինչ այս միջադեպը այս տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին հայկական երկաթուղին շահագործելու կոնցեսիան վաճառելու 3-րդ երկրի։ Փաշինյանը պնդել է ռուսական երկաթուղիների կառավարմանը հանձնված երասխախուրի երկաթգիծը դուրս է մնում թրիփ ծրագրից, քանի որ արևմտյան գործընկերները հրաժարվում են ներդրումներ անել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով։ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի 3-րդ երկրի։ Կրկնում եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի 3-րդ երկրի։ Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը։ Հայաստանի երկաթուղին 2008 թվականից կոնցեսիոն կառավարման պատկանում է ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը։ Պայմանագրի նախնական արժեքը մոտ 104 միլիարդ դրամ է գնահատվում։ Եվ սրա համար մենք պետք է այս ամենի ֆոնին նա հայտարարել է, որ Հայաստանը կսկսի աշխատանքներ Եվրամիությանն անդամակցության դիմում ուղարկելու հարցով։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների անդամները հավատարիմ մնալով իրենց խոստմանը, այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ամենայն հայոց կաթողիկոսին դիմել է աշխարհի կանոնով, խփել են սեղաններին, իսկ դրան հակառակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ծափահարել է։ Կտրիչ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկվող Էրիկա արգելի գործընկերներ վերջ։ Շնորհակալ։ Դադարեցրեք։ Շարունակեք խնդրեմ, պարոն վարչապետ։ Փաշինյանը կաթողիկոսին 3 անգամ է դիմել աշխարհի կանոնով, նշելով, որ նրա ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ պատարակների ժամանակ կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ После моего государственного визита Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծի ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Նրա խոսքով Ադրբեջանի տարածքում աշխատանքների հիմնական մասը նախատեսվել է ավարտել հաջորդ տարի։ Ալիևը նշել է, որ Հայաստանով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը կարող է մեկնարկել այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Կրասնոդարում ուկրաինական զինուժը թիրախավորել է մանկական մասնավոր կենտրոն, զոհվել է 2 երեխա, տուժել է 12, հոսպիտալացվել է 10 մարդ, այդ թվում 6 երեխա։ Ուկրաինան անընդհատ թռչող սարքերով թիրախավորել է Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում և Դաղստանում գտնվող Օզոն ընկերության պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները։ ԱԹՍ-ի հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնում։ Հարձակման է ենթարկվել նաև Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքում գտնվող պահեստը։ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրի վառելիքային ներքին շուկայում ստեղծված բարդ իրավիճակին։ Նա վստահեցրել է, որ կառավարությունը ակտիվորեն լուծում է խնդիրը եւ իրավիճակը պահում է խիստ վերահսկողության ներքո։ Նախագահը հայտնել է, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում է ունեցել վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ճգնաժամի հաղթահարման, գների զսպման եւ շուկայում կայունության վերականգնման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է հարցի օպերատիվ կարգավորմամբ։ Ռուսական բենզինացականներում վառելիքի մատակարարման լուրջ խափանումներն ու գների կտրուկ աճը սկսվել է մայիսի վերջին։ Հիմնական պատճառը ուկրաինական զինված ուժերի ու ռուսական նավթավերաշակման խոշոր գործարանների եւ ենթակառուցվածքների վրա իրականացրած պարբերական հարձակումներն են, ինչը ուղղակիորեն հանգեցրել է արտադրության ծավալների անկմանը։
Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը անխուսափելիորեն կհանդիպեն Չինաստանում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Յուշակովը։ Նրա խոսքով, եթե երկու առաջնորդներն էլ մասնակցեն, հանդիպումը անպայման տեղի կունենա։ Уважаемые снова наши конгрессмены, сенаторы. Приветствую вас. Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ վստահություն հայտնելով, որ Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը։ Բելարուսի ղեկավարը շեշտել է, որ անկախ աշխարհաքաղաքական ցնցումներից երկու ժողովուրդների ապագա սերունդները կպահպանեն ավանդական բարեկամական ու ազգակցական կապերը, իսկ Մինսկն ու Կիևը կվերականգնեն համագործակցությունը հիմնված վստահության, հարգանքի եւ իրավահավասարության սկզբունքների վրա։ Հյուրընկալ Բելարուսը միշտ բաց է յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով, նշել է Լուկաշենկոն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտություն հրահրելով ԱՄՆ-ն ակնկալում էր Իրանի արագ անկումը Վենեսուելայի սցենարով։ Իռնագործակալության փոխանցման Փեզեշքյանը շեշտել է, որ հակառակ սպասումներին Իրանը ամուր է մնացել, իսկ ժողովուրդը կշարունակի դիմակայել անգամ ամենախիստ պատժամիջոցներին։ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում աղբավայրի փլուզման հետևանքով 30 մարդ է զոհվել։ Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան, երբ աղբի հսկայական զանգվածը սահել եւ ամբողջությամբ ծածկել է հարակից բնակելի տները։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդը որոշել է կերպարանափոխվել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Նա մազերը կարճ է կտրել։